Մինչ տեսանյութին անցնելը խնդրում ենք սեղմել լայք եւ բաժանորդագրվեք։ Ողջույն եւ քաջ առողջություն մեր հայրենատեր հայրենակիցներին, խնդրում եմ տարածեք եթերը։ Մի փոքր սպասենք տարածվի եթերը։ Արդեն կարող ենք սկսել իմ հայրենատեր հայրենակիցներ։ Գիտեք, այսօր ռազմական հետախուզի օրն է, մասնագիտական տոն է մեզ համար։ Օգտվելով առիթից մինչև շնորհավորանքների իմ հղումը, մաղթանքների հղումը, նախ առաջարկում եմ 1 րոպե լրությամբ, քանի որ ուղիղ եթերով է, անգամ սենց միգուցե սա անսովոր բան է, բայց ես տենց հասկացա, դա սենց ուրիշ ձև չկա անելու։ 1 րոպե լրությամբ հարգենք մեր բոլոր զոհված ռազմական հետախույզների սուրբ հիշատակը, դրանց հետո կշարունակենք եթերը։ 1 րոպե լրությամբ ես առաջարկում եմ հարգենք մեր եղբայրների հիշատակը։ Կարող ենք արդեն սկսել, նախ տոնի կապակցությամբ իմ մաղթանքները, շնորհավորանքները ռազմական հետախուզության բոլոր ներկայացուցիչներին, նախկիններ, նորեր, մյուսերը չկան, սա ապա քաղաքականացված ծառայություն է, ժողովուրդ ջան, իմ բոլոր եղբայրներին, անգամ այն մարդկանց, որոնք մեր մասնագիտության բերումով շատերը շատերին անձամբ չենք ճանաչում, գիտենք իրար մասին, չենք էլ ճանաչում։ Տղեկ, բոլորիդ քաջ առողջություն, հավել շփարք մեր են հետախույզ աղբերներին, ովքեր այսօր չկան, գործ ունենք անելու, շատ մեծ գործ, ձեզ քաջ առողջություն, թող բոլոր գնդակները շեղվեն իրանց կողմից մեզ ուղարկված, շեղվեն իրանց նշանակետերից, երկար տարիների կյանք, խնդիրների անխափան կատարում, ամենաուժեղ բաները, աղբերներս, սա ուղղում եմ ոլորտի շարքայիններից մինչև գեներալներ։ Գիտեք, այսօրվա պաշտպանության նախարարը եղել է ժամանակին մեր հրամանատարը, մեր ղեկավարը, Արշակ Կարապետյանին էլ անձամբ շնորհավորում եմ, ինչքան էլ մենք ունենք սենց սուր կարծիքների փոխանակում, այո, իմ մոտ ամեն ինչ օբյեկտիվ է, որովհետև այսօր բանակը ճիշտ չի ղեկավարվում, մեր բանակը ունակ շատ ուժեղ բաների, մեր հատուկ նշանակության ուժերը, հատուկ նշանակության զորքերը շատ հզոր բաներ են կարող կատարել և սա աշխարհը զարմացել է մեր հատուկ նշանակության ստորաբաժանումների գործունեությունից։ Օգտվելով առիթից ես առանձնահատուկ շնորհակալություն և շնորհավորանքներ եմ հղում Կամետա ստորաբաժանման բոլոր տղեկին, գիտեք, Կամետայի հրամանատարը ես եմ, գիսած տղա դա, տղեքը կեսը ծառայության մեջ են, կեսը տարբեր տեղեր են, աշխարհով ցրված են, բոլորին, իմ աղբերներին, նրանք իմ զինվորները չեն, ես իրանց հրամանատարն եմ և իմ ստորաբաժանում բոլորը հրամանատարներ են, իրանք դա գիտեն, իմ ստեղծած Կամետա ստորաբաժանումում, դա հետախուզադիվերսիոն հատուկ նշանակության մարտական ստորաբաժանում է, բոլորը հրամանատար են և բոլորը գիտեն դա, ամբողջ պատերազմ անցել են և իմացել են մի հատ բան, հրամանատարը զոհվեց, մյուսն է հրամանատարը, մյուսը զոհվեց, մյուսն է, որովհետև այո, հայոց բանակում պետք է բոլորը հրամանատարներ լինեն, այո, մենք պետք է չունենանք տենց բան, որ հրամանատարը չկա, հրամանատարը փախավ, ուրեմն խնդիրը չի լինելու, մոռացեք դրա մասին, հայոց զինվորը, ցանկացած զինվոր դա սպայ է,
Հայոց բանակի ցանկացած զինվոր դա հրամանատար է, հիշեք դա։ Այո, կա կանոնակարգված ծառայություն, ես հասկանում եմ, բոլորս հասկանում ենք, մենք պատահական մարդիկ չենք, բայց զինվորը պետք է հասկանա, որ ինքը միշտ հրամանատար է։ Հենց այս գիտակցությունը մտավ մեր բանակի մեջ եւ առավել եւս հատուկ նշանակության զորքերի մեջ, ժողովուրդ ջան, մի ընկճվեք։ Այո, կապիտուլյացիային մեզ ենթարկե, դա քաղաքական փորձություններ են արել, մյուս բանակը կանգնած է։ Բանակը հատուկ նշանակության զորքերը կանգնած են, ցանկացած պահի խնդիր են կատարելու։ Այո, ես Ալշակ Կարապետյանից նեղված եմ, լինելով ռազմական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, իմանալով ինքը շատ լավ հետախուզ է դել, ասեմ, ինչքան էլ ես հակասություններ ունեմ իր այսօրվա այս գործունեության հետ, դա սաղ բացառապես օբյեկտիվ է։ Ես վատ եմ տանում, որ մենք այսօր քաղաքական որոշումներ չենք տենում, հրամաններ չի լինում խնդիր կատարելու, հասկանում եք, այսօր ամբողջ զորքը սպասում է։ Ես գիտեմ, հիմա կասեն աշխարհաքաղաքական խնդիրներ են, մյուսը, դա մեզ քիչ է հետաքրքրում, մեզ մեր հայրենիքն է հետաքրքրում, մեր ուժն է հետաքրքրում, այն ինչ որ թուրքերի ու թշնամիների գլխին միշտ բերել ենք, այդ է հետաքրքրում եւ շարունակելու ենք, անկախ քաղաքական որոշումներից, անկախ այս կապիտուլյացիոն այս վիճակներից, այս ժողովուրդ ջան, տոնից օգտվելով ասեմ, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, ես եմ ասում, որտեղ դեմագոգներ կան, ասում են դե Արցախը բանը, դա իրենց խնդիրն է։ Ես ձեզ վստահեցնում եմ, Հայաստան ներկայացնող, հայոց ուժեր ներկայացնող հատուկ նշանակության ստորաբաժանումները 24 ժամ պատրաստ են ցանկացած խնդրի կատարման, ցանկացած, ու գիտեք ինչ խորությամբ, մինչև իրաց մամաների արգանդա այդ խորությամբ, մենք պատրաստ ենք դրան։ Հասկանում եք այսօրվա մեր կոնֆլիկտը ինչու՞մ է, որ խնդիր չեն դնում։ Սաղին սենց լրացնելն են, ժողովուրդ մտածում էլ բանակ չկա, բան ժողովուրդ ջան, բանակ կա հատուկ նշանակության ուժեղ բրիգադ, կան ռազմական ուժեղ հետախույզ տղեկ եւ ամբողջ մի հատ մեծ ստորաբաժանումներ ու հայրենասեր տղեկ, որ ոչ մի բանի առաջ կանգ չեն անում։ Հավատացեք, ժողովուրդ ջան, մի նայեք այս քաղաքական վարի վերումներին, այս կապիկություններին, այսօր այդ տղեկի տոնն է։ Տղեկ, որոնք ապացուցել են ինչեր են կարող անեն, թշնամի ոնց է 30 տարի լզե, այս է խնդիրը, այսօր դրա համար այն դիրքորոշումը սենց, որ վատ եմ տանում, որ այսօր պատկերացրեք մեր ստորաբաժանման դաշտեղեք այսօր բան չունեն անելու, խնդիր չի դրվում, եսի ուղիղ եթերով թողասնի Ալշակ Կարապետյանի խնդիրները ուժեղացնեն, խնդիր չի դրվում, մարդիկ այսօր իրենց մասնագիտական խնդիրը չեն կատարում, իսկ որ մենք սկսենք մեր մասնագիտական խնդիրները կատարենք, դուք կտենաք, ինչ որոտանի ճամփա տալ, ինչ քարտեզ, ինչ թազա քարտեզ, այդ երբ են կարացել, վաբշե քարտեզ ունենան, վաբշե ով են սրանք, դե սրանց գիտեք, համեմատում եմ իրանց աղբերների հետ, ով են եղել, նայեք ինչ հերոսներ ունենք, կոնկրետ մեր ոլորտի հետ կապված եմ իմ ասում, նայեք ինչ հերոսներ ունենք, այն ինչը որորի գիտեք, անգամ իմ ստորաբաժանման անդամները այսօր չեմ կարող հրապարակայնացնեմ, տենց է։ Ես էլ ինչի այն ժամանակ բացահայտվեցի, որովհետև պատերազմից հետո, երբ որ ես վերադարձա, իսկ ես չվերադարձա ուղղակի, ինձ ձերբակալած էլի բերին Երևան, որպես կանոն, այդ ժամանակ, երբ որ ես մտա կաբինետներ, ասի ես բացահայտվելու եմ ով եմ, ասելու եմ ով եմ, որ ժողովուրդը այս պատմությունից չնեղվի։ Իմանալ, սենց ծառայություններ կան, որովհետև այն ժամանակ Նիկոլա զոմբիական այդ կլանները ուզում են ամեն ինչը կցեին հետախուզության, որ հետախուզությունը չի զեկուցել, նման բան չի եղել, հետախուզությունը զեկուցել ամեն դետալ, ամեն ինչը, ես պատասխանատու ձևով ասում եմ, մենակ որ դուք տենաք մեր հետախուզական տվյալները ինչեր ենք տվել, ոչ մի բան չի եղել, ամենակ կհասկանաք ես խի բացահայտվեցի ես ով եմ, ինձ շատ օգդ մասը է իմացել, ես ինչով եմ զբաղվում, ով եմ ես ստիպված եմ արել սա, որպես հրամանատար, որովհետև եթե մենք շատայից դավաճանություններ տեղի ունենում, կարող եղեք գնալու են այսենց կոտորվեն։ Ես էլ եմ ասում, պատերազմի ժամանակ մենք չենք իմացել սրա մասին, որ դավաճանությունն է, արդեն կրաուներ կան, բայց որպես հրամանատար կրաուներ ոնց կարաս
գործես։ Երբ որ արդեն մեզ ձերբակալեցին, զինաթափեցին, բերեցին, հանձնեցին, եկան վերցրին, նորից տարան հանձնեցին, այսինքն բաներ տեղի ունեցավ, մենք արդեն հասկացանք ինչա կատարվում։ Մենք չենք նեղանում մեր հայրենիքից, այո, պետությունից, քաղաքական իշխանությունից նեղանում ենք ու իրենց կնեղացնենք շատ ուժեղ, իրենք դա գիտեն, հաստատ գիտեն, էլի։ Ժողովուրդ ջան, ուզում եմ այս տոնի կապակցությամբ ուզում եմ ձեզի մի հատ էլ լույս սենց էլի դրական ազդակ ուղարկեմ, մի նեղվեք, խնդրում եմ ձեզի։ Հավատացեք Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, մեր հայ ազգը տիրապետում է հատուկ նշանակության ուժեղ ռեսուրսների, ընդամենը քաղաքական որոշում է պետք։ Հասկացեք, չես կարող ինքնուրույն, տեսեք քանի անգամ փորձեցի։ 11-ից ավել քրեական գործեր, մյուսը, ես չեմ վախում դրանցից, փակում են, թողում են, դա իրենց սեռական կողմնորոշման խնդիրն է, բայց ռազմական հետախուզությունը լուրջ ուժ է, Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է, ցանկացած խնդիր թող դնեն, կտենան ոնց է կատարվում։ Հասկանում ես, չես կարող այսօր հատուկ նշանակության բրիգադը առանց քաղաքական որոշման, ասենք, հանց խնդիրներ կատարելու։ Այսօր տղեկ էլի խնդիրներ են կատարում, հենց այս բանի ծառայության մեջ են, անգամ ինչ ստորաբաժանման տղեկը։ Մենք էլ ընկած ենք օր ու գիշեր դադերի մեջ։ Հիմա այսօր ժամը 3:30 հրավիրված եմ հացաքննության քննչական կոմիտե, ռազմական բանով, այն Փաշովլու երեխուն տարհանամ հետ կապված քրեական գործով, այսպես շեղում են, էլի, շաբաթի 3 օրը դատ է, շաբաթի 3 օր քննչականներն ես, որ չկարողանաս աչք, բայց դա իրանց է թվում։ Մենք աշխատում ենք, մենք գործում ենք, մեր մարտական եղբայրությունը գործում է, նորից կրկին անգամ շնորհավորում եմ բոլոր ներկայացուցիչներին, ռազմական հետախույզ տղեկին, կլինեն արդեն զորացրված, կլինեն գործող, կլինեն որ նոր են ուզում, սա շատ կարևոր բան է, ժողովուրդ ջան։ Մեր Հայաստանը այն վիճակում է, որ մենք համազորային պատերազմ չենք կարող արենք, մենք պետք է այսպես հատուկ նշանակության խնդիրներ կատարող ստորաբաժանումներով մեր բանակ ուժեղացնենք, պատժիժ գործողություններով ուժեղացնենք, դա եղել է, կա դրա փաստերը, դա պրակտիկա է, մենք մեր համազորային ուժերով չենք կարողանալու, գիտեք, ոչ թե մենք թույլ ենք, ուղղակի մեզ պետք է ավելի պրոֆեսիոնալ, որովհետև մենք հայ ենք։ Փորձեցին կրակել միտեղ, պետք է պատժվեն, փորձեցին միտեղ գերեվարեն, պետք է պատժվեն, սրանք ուրիշ լեզու չեն հասկանում։ Քաղաքակիր Տալիևը թող Նիկոլի հետ շփվի, բոզի անունը լի տվի, թող Փաշովլու հետ շփվի։ Հայ ազգը եւ հայոց բանակը եւ առավել եւս հատուկ նշանակության խնդիրներ կատարող ստորաբաժանումները ցույց են տվել սաղին իրանց տեղը, սաղին։ Այդ դրա համար եմ ասում։ Այո, եթե ուզում եք բանակը կրճատեք, բացառությամբ մի կանոնի եմ համաձայն, ես դրա դեմ հիմա կռվում եմ, գիտեմ, բանակ ուզում են սարքեն 15,000, ուրեմն լսեք։ Հատուկ նշանակության բրիգադի քանակը չեմ ասում հիմա, բայց հատուկ նշանակության բրիգադը Հայաստանի Հանրապետությունում թող դառնա 15,000, մնացածը ինչ ուզում եք արեք։ Այն որ ազգային ժողովում սահմանապահ զորքերից եք խոսում, լսեք ուշադիր, ես սահմանապահ զորքերի ներկայացուցիչ եմ, իմ սաղ կյանքը ոնց է, ձիեր, շներ և այլ կենդանիները ո՞րն այդ օրինագծով մցրել եք, այո, ձիերը, շները սահմանապահ ծառայության համար շատ կարևոր են, այլ կենդանիների մասին եք խոսանք, այո, իրականում աշխարհում կան շատ հետաքրքիր կենդանիներ, որ լուրջ եմ ձեզ ասում, ժողովուրդ ջան, որ Նիկոլին պաշտոնից օգտեն տալիստերությանը, կտենաք դուք, այդպես բաներ կա, ուղղակի դա գաղտնի պրոգրամաներ եմ, չեմ կարող դրա մասին խոսամ, ես տիրապետում եմ ինֆորմացիային, այս դրա մասին եմ ասում, այսօր այդ տոնն է, մենք ուրիշ ձև չունենք, մենք պետք է մի հոգուց սկսած մինչև 8, 10, 12 հոգով նենց խնդիր կատարենք, որ մեր 18 տարեկան ժամկետային զինծառայողը սկի չհասկանան դեմ ինչ տեղի ունեցավ, ինքը պետք է միշտ ապահով զգայր, այդ հենց։ Այսօր իմ էջում ես մի հատ վիդեո եմ գցել, այդ վիդեոն, քանի որ նախընտրական վիճակել է, ես հիմա ներկայացնեմ երկու բառով այդ վիդեոն ճարտարում է տեղի ունեցել նոյեմբերի 1-ին
արդեն գաղտնազերծված է, դրա համար եմ դրա մասին խոսում։ Ուրեմն 2020 թվականի նոյեմբերի 1-ին, երբ որ մենք ճարտարում ենք, ուրեմն Հադրութի գնդի Պակրազեն Զասատնգով ճարտարի դպրոցում խնդիր դրվեց տարհանելու։ Այդ ժամանակ վիրավորվեցին Ջիվան Աբրահամյանը, որ հիմա տեխնացություն է Էջմիածնում, մեր Մոնթեն, Ղազարյան օգտատեր, մեր Մոնթեն, ու շատ վիրավորներ ունեցանք այդ օրը, բայց մենք խնդիրը կատարեցինք, մեծ հաշվով, ես էլ այդ օրը վիրավորվա, այդ օրը ես էլ վիրավորվա, բայց խնդիրը կատարեցինք ամբողջությամբ, տարհանեցինք ամբողջ պարկավոր, մի հատ զոհ, մի հատ վիրավոր չի մնացել, նախ զոհեր չունեին կտեր, ծանր վիրավորում էր, ամբողջ պարկավոր ռազվետկեն 4 սպաների կազմով բոլորը Զասադի մեջ են, մի խոսքով շրջափակումը ճեղքելով տարհանում կատարեցինք, բերեցինք, բայց սիրտներս չէր մնանում, ես վիրավորած էի, սիրտս չտարավ, իմ աղբերներին տենց խփել էին, խոցել էին, ծանր էին, շատ ծանր վիրավորներ ունեինք, ուրեմն նոյեմբերի 5-ի առավոտը ես կապնվել եմ հիմա գեներալը Կանդի Վարուստամյան Կարենին, ասեցի դոպուս տվեք դիվերսիայի, ինձ դոպուս չտվեցին, ասի դուք գիտեք, ես մտնել եմ, սա ռազմական հետախուզի տոնն է, հենց այսօր թուրքը նստածել է, ասի այսօր իրենք պետք է տենան, մեզ վիրավորներ ենք այսքան տվել բաներու, մեր հոր մեջ, մենք այսօր պետք է, այսի 2020 թվի նոյեմբերի 5 ու փառքով պատիվ մի հրամանատարի ով կյանքում դիվերսիա չէր մտել, հիմա ինքը քանի որ Արցախի հանրապետությունը ծառայության մեջ է, փառք ու պատիվ բարի ծառայություն անուն ազգանուն չեմ ասում, փառք ու պատիվ է տվում։ Մի հատ սպան էր մնացել, մի հատ սպա, որը բանակի սպա էր, որը զոհվել էին, ես իրան խնդրեցի, ասի պիկապը տուր ինձ։ Նայեք Ժողովուրդ ջան, ինչ ասում, որ դուք հասկանք, էլ են ընկած վախտն եք ինչ էր ալ։ Ասեցի համար, ասի վեր եմ, ասեց աղբեր թուլատվություն չկա, բայց ես չեն ենարկվում։ Բայց մի հատ խնդրեմ, պիկապը տուր ինձ, պետք է որ աղշուտ հասնում եկել։ Ես այդ մշտա վալոթս իջնի ու գա, դա վաղնի ասիք եկա, ասեք դու դիվերսիա կյանքում մտել ես, ասես չէ, եթե մերնել եմ սաղ ընգեներս չկան, ես ինչ եմ անի, հետո ինչ, ես չեմ թուրիստ սպատ նշանակեն, ես էլ եմ գալ, ասի ծավը տանեմ, ու կամետաս տորաբաժանում է այդ օրը նոյեմբերի 5-ին, առավոտը, այդ մեքենայով, թուրքներն նայում չի պատկերացնում, ջանների մեջ, նոյեմբերի 5-ին, այո, տեղի ունեցավ, շատ խորհրդավոր մի հատ դեպք, այո, շատ խորհրդավոր, որովհետև արդեն ձգտում էին խաղաղության, իսկ ես խախտեցի դա։ Եվ մեզ տորաբաժանումը, ի պատիվ մեր աղբերների, քանի որ մենք պարտավոր ենք վրեժխնդրություն անելու այդ օրը, այս օրը 2020 թվականի, որ սաղ տեղեր արդեն մուղամով տանին խաղաղության։ Իմ հրամանատարության ներքո դիվերսիա տեղի ունեցավ, շատ ուժեղ մարդ տեղի ունեցավ, առանց մի հատ զոհի, առանց մի հատ վիրավորի մեր կողմից։ Իրանք փրթվան իրանց տեղը ճանաչեցին։ Այսօր վիդեոն որ դրել եմ, այսօր վիդեոն որ հիմա իմ մեջում կտենակ, էդի արդեն գործողությունից հետո է, որտեղ եք հետ խմում ենք այս տոնի կապակցությամբ։ Այո, մենք պատերազմի ժամանակ, այո, իմ նախաձեռնությունն է եղել, մենք Թուրքին ցույց ենք տվել մեր ուժը։ Թուրքը արդեն գիտեր ինքը յանի կրել է ու յանի տես մնաց էլի, տես փրթված մնաց էլի, ու ռազմական հետախուզի տոնը ես նշել եմ մարտական դիրքում այն աղբերների հետ, այն որ հիմա դուք կտենաք վիդեոյի մեջում դրած է, այդ ընդեք այն ժամկետային զինծառայողներ ու իմ ստորաբաժանումներ։ Ու ես sense խնդիր հասկացա։ Ժամկետային զինծառայողներին չի կարելի ընդգրկել նման ծառայությունների մեջ։ Չի կարելի, որովհետև հետախույզ դառնալու համար դա գիտեք ինչ է, Ժողովուրդ ջան, դա մասնագիտական նուրբ բան է, դա պետքա սիրես, դա պետքա հասկանաս։
Չի կարելի երեխուն բերել բանակ եւ ասել դու ռազմական հետախուզության այսինչ դասակի, այսինչ վաշտի զինվոր, չի կարելի մարդուն դուք հասկացել եք նա ունակ է դա անելու։ Ես դա տեսա ճարտարի դեպքերի ժամանակ։ Երբ որ ամբողջ հետախուզությունը ընկել բանի մեջ ու այդ եղեք ես տեսա։ Ես իրենց չեմ մեղադրում։ Ես մեղադրում եմ այդ որոշումները կայացնողը, ով որոշում է կայացել, որ պիտի ժամկետային զինծառայողը ընդգրկվի հետախուզական ծառայության, մոռացեք դրա մասին։ Չի կարելի դա։ Այդ երեխեքը այդքան որ խփվան, վիրավորվան, այս սրա հետևանքն է։ Եվ սա ուղղում Արշակ Կարապետյանին, չի կարելի սա։ Դու էլ լինելով այդ ծառայության մասնագետ, ուժեղ մասնագետ, գեներալ մարդ, վերացրեք սա բանակից։ Ուզում է դառնա, թող սկսի փոքր մհեր, մեծ մհեր, Տիգրան Մեծ, Վազարաններով գա, Մոնտե Մերկոնյան գա, հասնի Վազգեն Սարգսյան, հետո թող մեր հատուկ ծառայությունները որոշեն, արդյոք նա կարա ընդգրկվի այս նման ծառայության մեջ։ Ոնց կարաս դու 18 տարեկան երեխուն անես ռազմական հետախուզություն, որ այդ մարդը չգիտի, այդ երեխան չգիտի ինչ է։ Հասկանում եք ժողովուրդ ջան, իսկ դա մեր անունն է, մեր պատիվն է, այո, մենք իրավունք չունենք նման սխալներ շարունակելու, դա սխալ է եղել միշտ։ Չի կարելի, որովհետև հետախույզ դառնալը ոչ մենակ ժամանակատարությունը, դա ծախսատարությունն է, էլի, 18 տարեկան երեխան զորակոչման բանակ անես հետախուզական վաշտ, հետախուզական դասակ, հետախուզական գումատակ, հետո, բայց արդյոք այդ երեխան ինչ քանակակազմ ենք ապահովում։ Հատուկ նշանակության բրիգադ, ընդունում եք սենց ռեսերով, ընդհանրապես քանակակազմ ենք ապահովում, այո, քանակակազմ, այդ դրա համար այսօր մի շատ այս պրոբլեմներ ունենք։ Մի հատ վերանայեք այս դոկտրինան։ Ես այս հարցերով ժողովուրդ ջան, կզամանակ որ սենց եմ խոսում, որովհետև ես սրանք խոսացել եմ շատ լուրջ կաբինետ եմ, շատ լուրջ չեմ ծավալում։ Այս հարցերը դրել եմ։ Ռազմական հետախուզությունը պետք է բերվի բարձր մակարդակի, ամենաբարձր մակարդակի աստիճանի, որովհետև մեզ պետք չի համազորային բանակ, մեր բանակը պետք չի համազորային, մեր բանակը պետք է լինի հստակ մասնագիտացված ուղղություններով, և ամենակարևոր ուժը պետք է դեպի ռազմական հետախուզության վրա։ Կրակեցին մի հատ գյուղացու վրա, սատկելա ցելի գյուղը, որդես կրակել են, թող ինչ է։ Նեղացրեցին մի հատ գյուղացու, մի հատ հայի, պետք է պատժվեն։ Այս է խնդիրը։ Այս դոկտրինայով պետք աշխատենք։ Թե չէ մենք ինչ համազորային, ինչ պետք է անենք։ Մենք արբանյակ չունենք բան հսկելու, բայրակթարը ոչնչացնում է։ Այդ բայրակթարը որդից ղեկավարվում այդտեղը հասնել ոչնչացնել մենք ոչ թե ունենք այդ ժողովուրդ ջան ունենք այդ երկրում որ գիտեք ինչ մասնագետներ են հատուկ որ Արշակ Կարապետյանի առնվազն ինքը գիտի իմ հրամանատարը ով է եւ որտեղ է հիմա իմ անմիջական հրամանատարը իմ աղբերի ընկերը նման մարդկանց չեն թողում մուտք գործեն Հայաստանում գիտեք ինչ տեղեկ ունենք Սփյուռքում գիտեք ինչ պատրաստված ինչ մասնագիտացված տեղեկ ունենք Սփյուռքում սա մուտքը գա Հայաստան Գիտեք ինչ բանակ կստեղծենք հատուկ նշանակությանին զորքեր կստեղծենք, ինչ է կանենք, պրոբլեմա անգամ երև մտնել իրանց ընտանիքներին տնելակ, սաղ պագա։ Եվ ես կոչս հատուկ ուղում եմ հիմա Արմեն Աբյանին մեսածը, այդ աղքամը կեսը ապազյանին հետ ես պատիկա վերաբերյալ Այո, նորմալ չեքիստը հասկանում է դիմահայրենիքից դրա համապատասխանում ես ամազոնի քանի հանդիպում եմ ունեցի մոտ այդ տպավորությունը զգեք ինչու ես համոզվում եմ սաղ աշխարհում դուրս գա որը իմ ասում եմ ժողովուրդ ջան Հայաստանի Հանրապետությունը պետք են տղեկ եւ բանակին պետք են տղեկ ովքեր նվիրյալներ են պետք չի ռազմական ոստիկանություն այդ զենքը դի գլխին բերի բանակ են Եվ հետատում Զինվորին բերեն ացակից ծնող ասի այստի բաչետա հասկացա այս որին կարծին
Հանրապետության ռեժիմի բոզի ծնուն ռեժիմի բանը գործունեության հետևանքը ո՞նց կարա sense բանել։ Ասում են չէ դարձ։ Բավարար։ Որտեղ է կապով հիմա ձեզ գում ձեր երեխեքին խլիկ կնդի։ Ասում են երեխեք այդ անսի։ Չես հասկանում։ Absurd է սա։ Ես մեր ազգեսուն հասցրեցին։ Ես գիտեք ինչին եմ կողմնակից։ Այո, սահմանադրական փոփոխություններ լինի այնպես, որ եթե պետական պաշտոնյան առաջնագծում առնվազն 2 տարի մարտական հերթապետության չի մասնակցել պետական պաշտոնյան լինի, ոնց որ հիմա դերին եթե բիլետ չունի չլինի։ Ես էլ առաջարկում եմ, այո, թե փոփոխվի դա։ Եթե պետական պաշտոնատար անձը բացատրիչան առավել ևս 2 տարի մարտական հենակետում չի կատարում մարտական ծառայություն, չի դրա մեջ պետական կառավարման տվյալ։ Ես էլ դրան եմ կողմնակից։ Որ մի ուժը քաղաքական կետ դրա հետևից ես իմ ասացի, ես կանգնեմ կողմ։ Գիտեք, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց ես կհորդորեմ Գոյթան դրան քվյակեմ։ Որտեվ դա շատ կարևոր բան է։ Այս սահմաններից եմ խոսում, մենք սահման ունենք։ Ես սահմանապատ ծառայության ներկայացուցիչ եմ։ Մենք այնվաղ գիտենք, որ սահմաններ ունենք, հորադիսից սկսած, ոչմ չծավալվեմ, այսօր ինչ սահման ունենք, օրական սահման ենք հանձնում, ինչ ծառայության մասին եք խոսում, ինչ պահպանության մասին եք խոսում։ Սենց հանձնիկ, հիմա սահմանապատ ծառայություններն եք ավելացնում, որ ինչ անեն։ Դուք օպերատիվ կապեր ունեք, էլի։ Կապները որոնք պետք է անցնեն, պետք չեն անցնի։ Քանի ամիս է ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն չունենք օպերատիվ գծով։ Քանի ամիս է։ Ով է դրա մասին խոսում։ Այո, էսի սենց տոնի հետ է կապված։ Հիմա կասեք տոնով խոսում։ Այո։ Օպերատիվ գծով տեղակայ ունենք։ Եվ ոչ մեկ չի համակարգում ազգային անվտանգության օպերատիվ բլոկը։ Դա հետախուզությունն է, դա հակահետախուզությունն է եւ մյուս ծառայությունը, ոչ բան չունի։ Այո, ես խոսում եմ։ Ինչ կա դրա մեջ, բա ինչ անեմ։ Ես իմ ընկերների չեմ նեղանում ոչ եմ խոսում։ Ես եմ խոսում, ես որպես հրամանատար եմ խոսում։ Բա, այսպես բաներ կա, ժողովուրդ ջան։ Հիմա գում են ինձ որ կտվում է հնարավոր է, բա ինչ, բայց ում է հաճել թեմաները լսի իշխանությունը, կդրտեմ, ինչ կանեն, լավ է, ինչ են կդրտում, նորմալ է, ոչինչ, կդրտվելով լսեք, որն է կարողանում կես ապապանք, էլի օգտելովատից միա բան ասեմ, որ ջան, դուք գիտեք Արմաշ գյուղի հետ կապված պաշտպանական բնագծի կառուցման հետ կապված նախաձեռնություն կար Արմաշ գյուղում եւ իմ հայտարարությունը լսեցիք, ես միացա այդ նախաձեռնությանը իմանեք ամենահետաքրքիրը նայեք, ամենահետաքրքիր աշխարհի ուրեմն ոչ մեկ չի իմացել իբր թե ես ստեմ, մեր աղեքտեն, մենք կտենք, բարերարներ են գերում, բարեգարներ վերում, մեծ Արմաշ ժողովուրդ ջան, սենց նկարացնեմ։ Եթե Աստված մի արած է, երասխը ճեղքեն, Արմաշ գյուղն է մյուսը։ Հիմա որպեսզի չհասնեն Երևանի դատապարտները չկանան լրիվ կոտրեն, Արմաշ գյուղում պաշտպանական բնագիծ ենք պատրաստում, խրամատներ փոլում, խրամուղներ, գոյություն չունի ոչ մի բան։ Ինչ արեցինք, ես քանի որ չէի ուզում երև, բայց ես բաց ասեմ, այդ նախաձեռնության տղերքը դիմումներ դիմեցին բոլոր կառույցների եւ ստացան եւ համայնքապետի թույլատվությունը եւ արտակարգ իրավիճակների նախարարության թույլատվությունը։ Թույլատվությունը ստանալուց հետո հանգանակությունները, որոնք կատարվում են, այդ հանգանակությունները սկսեցին քանդել, սարքել։ Եվ ինչա տեղի ունենում 3 Արարատի մարզպետի մասին բան չեմ ուզում խոսամ, ինձ ասեցին նորմալ մարդ է, Տիգրան Նաշենցիային, սենց են ներկայացրին, նորմալ մարդ է, սենց են ներկայացրին, դա բան չեմ խոսում,
Եթե կուզենայիմ այդ հարցերի մեջ մտնի, խնդրեմ, Կոմսոմոլ առաջան։ Համայնքապետին կանչի հանել են շոշ, ասում են ես ինչ թուղթ ես տվել։ Այսինքն նոր եք իմանում, 2 ամիս Արմաշի համար փող ենք հավաքում, 2 ամիս Արմաշում խրամատներ, խմուղիներ, ռեզերվային ճանապարհներ ենք սարքում, տրակտորներ են աշխարհում, նոր եք հասկացի ինչ։ Ինչ եք ուզում տաք։ Չեմ տալու, ես էլ կոնկրետ Արարատի մարզպետին։ Եթե ուզում է հարցերի մեջ մտնի, խնդրեմ, կարա Կոմսոմոլ առաջանա, ես ոչ մի բանից չեմ վախենում, ոչ մեկից։ Եթե խաղեր կտակ, շարունակենք մնացածը։ Այսօր Տիգրանաշենը, որ ուզում եք տակ, չեք տալու, իսկ ինքը Տիգրանաշենցի է, Արարատի մարզպետը Տիգրանաշենցի է, ասում եմ նորմալ մարդ է, ինձ տենց են ներկայացել, հիմա չեմ ուզում խոսամ։ Ինձ տենց են ներկայացել ու գիտեք, ես եթե մարդուն լավ մարդիկ ներկայացնում, ես չեմ կարող մարդուն օգնեմ, վիրավորեմ, ուղղակի ՔՊ-ից անտեղված հնարավոր է քաղաքական որոշում ուզում իրացնի, չի լինելու։ Արմաշում շարունակվելու է պաշտպանական բնագծի խրամուղիների կառուցումը, ինչը ես նախաձեռնել եմ եւ նախաձեռնության անդամների հետ համատեղ շարունակում եմ։ Դրա համար հերթական անգամ նորից ժողովրդին դիմում եմ, օգնեք մեզ այս հարցով։ Գիտեք ինչից են նեղվել։ Թուրքը մեզանից ընդամենը 3-3.5 կիլոմետր ենք, պրյամոյ դիտարկում